Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս, ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է, ծախ է գնում, դրա համար էլ անունը դնում են ձախորդ Փանոս, ունեցած չունեցածը միլուց եզն է լինում, մի սել ու մի կացին, մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի, անտառում էս Փանոսը միտք է անում, թե մի բան, որ ծառը կտրելուց ետը մինել նեղություն պետք է քաշեմ, ահա գինգերանը գետնից բարձրացնեմ, գցեմ սելի մեջը, ավելի լավ է, հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ, թե չէ, ընկնի մեջը, ասաց նարած է, եզներով սելը բերում է, մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում վերի կողմը, կացինը քաշում թրխկ հա թրխկ, շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում տակով նանում, սելը ջարդում եզներն էլ հետը, Փանոսը մնում է ապշած կանգնած, ինչ պետք է անի, կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն, ճամփին մի լճի ափով անցկենալիս է լինում, տեսնում է մեջը վայրի բադեր են լողում, ասում է գլուխը քարը, չեղավ, արի գոնե մի բաց սպանեմ, տանեմ տամ կնկանս, ասում է ու կացինը պտտում շպրտում դեպի բադերը, որ մին սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակնանում, կորչում, Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս, ինչ անի, ինչ չանի, շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի, գնում, հանի առաջ է գնում, ջուրն ենքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի, դու մի ասիլ, Փանոսը որ լիճն է մտնում, ու խոր է գնում, այդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կա, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, այս շորերը հավաքում է, առնում գնում, Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա, մնում է տկլոր կանգնած, միտք է անում, ինչ անեմ, Տեր Աստված, այսպես տկլոր ուր գնամ, սպասում է մինչև մութն ընկնի, մթան հետ վեր է կենում, գնում գյուղը, որ գյուղին մոտենում է, ասում է, այսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանեցիք ինչ կասեն, արի գնամ աղբորիցս շոր առնեմ, հագնեմ, էնպես գնամ կնկանս մոտ, ճամփեն ծռում է դեպի աղբոր տունը, դու մի ասի, այդ գիշեր էլ աղբոր մոտ մեծ արք կա, քեֆի էլ են տակ ժամանակն է, դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռին կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին աչքը հանում, Փանոսը ցավից վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո, մթնումը հրես մի տկլոր օքմին ու 4 կողմից վրա են տալիս, շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են մի տկլոր մարդ փախած գնում է շները ետևից,
առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա, սա սատանա է։ Բավական տեղ ղչրղու տալով, հայհոյելով, հարայհրոցով ընկնում են ետևից հալածում, տանում գցում անտառները։ Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են ու էսպես տկլոր աչքը հանած կահին տալով դեղջ փանոսը գնում է կորչում։ Մյուս օրը գյուղում տարածվում է, թե Հապա չեք ասիլ, փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել։ գեղահավան հավաքվում են, գնում են անտառը մանգալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։ Դես փանոս, դեն փանոս, հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։ Այ մարդ, այս հագուստը որտեղից է ընկել քեզ մոտ։ Թե ախպեր, այս հագուստը էսպես մի լճի ափին վերածած է, հավաքեցի բերի։ Գնում են լճի 4 կողմը պտտում, կանչում։ Փանոսը չկա։ Վճռում են, որ փանոսը խեղդվել է։ Գալիս են ժամ ու պատարակ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուք է անում, փանոսին գովում, ափսոսում։ Հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում, գնում։